Սամվել Կարապետյանի տնային կալանքը մեկ ամսով երկարաձգելու դատարանի որոշումից հետո Ուժեղ Հայաստան կուսակցությունը պաշտոնապես հայտարարել է թե տեղական, թե միջազգային քայլեր ներառող համակարգված արշավի մեկնարկի մասին։ Քաղաքական ուժը հայտարարությունում նշել է, որ առանց այս քայլերի Հայաստանի միջազգային հեղինակությունը կփլուզվի, քանի որ այն գնում է դեպի ավտոկրատիա, անձնիշխանություն։ Ինձ մեծ պատիվ է վիճակել այսօր նախագահի ողջունը փոխանցել ձեզ։ Ընտրություններում ընդդիմության հաղթանակի պարագայում Հայաստանում տեղի կունենա կապիտալ վերանորոգում, գրել է առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը իր ուղերձում։ Այն հրապարակվել է Հայ ազգային կոնգրեսի այսօրվա համագումարի ժամանակ։ Իմ նախազգացումով առաջիկա ընտրություններում ընդդիմության հաղթանակի պարագայում մեր երկրում իրավի տեղի է ունենալու կապիտալ վերանորոգում։ Ուժեղ Հայաստան կուսակցությունը ի սկզբանե կոնսոլիդացիայի գաղափարախոսությամբ է ձևավորվել։ Ազգային բարերար Սամվել Կարապետյանի Ուժեղ Հայաստանի ներկայացուցիչը ասել է, որ ընդդիմության համախմբման մասին առաջին նախագահի հայտարարությունն ընդունում են որպես ռազմավարական հրամայական։ Մենք շնորհակալ ենք բոլոր արտախորհրդարանական ուժերին, ովքեր կիսում են այն համոզմունքը, որ հաղթելու են ոչ թե մրցակցությամբ, այլ միասնությամբ։ Հայաստանը ունի ուժ, Հայաստանը ունի ներուժ, Հայաստանը ունի արժանի մարդիկ։ Այն, ինչ մեզ անհրաժեշտ է, ոչ թե հերոսն է, այլ համախմբվածությունը։ Ոչ թե հրաշք, այլ կամք ու ճիշտ ուղղություն։ Մենք այդ ճանապարհին ենք։ Հասան Սիսյան Հայաստանի վարչապետը ԿԲ-ական նախարարների ու падգամավորների հետ այսօր քարոզարշավի է գնացել Վայոց ձորի եւ Սյունիքի մարզեր։ Բարև եղբայր, ո՞նց եք։ Ո՞նց է գործել, մի հատ նվիրեմ քեզ սրանից։ Այսպես։ Լավ, մերսի, դուք ո՞նց եք։ Լավ եղբայր։ Նիկոլ Փաշինյանը քաղաքացիների բնակարաններ է մտել, Հայաստանի քարտեզի իր տարբերակը նվիրել, Կարելի է բալիկի մի հատ նվիրեմ սրանից։ հարց ու փորձ արել ապրելու պայմանների, աշխատանք ունենալ չունենալու մասին։ Լավ եք, ո՞նց եք։ Լավ եք, մեզ Այս որորդ բալիկն է ձեր։ երրորդ։ Ահա, երրորդ եւ յուրաքանչյուր երրորդ հաջորդ երեխայի 50,000 նպաստները ստանում եք։ Շատ լավ է։ Ամեն ամիս ստանում եք, օգնում է ձեզ, գոհ եք, որ ստանում եք։ Իսկ երեխայի միջև 2 տարեկանի խնամքի նպաստ ստանում եք։ Ինչքան եք ստանում նպաստ։ 31,600 եւ 50,000 երեխայի 80,000 նպաստ եք ստանում։ Աշխատում է ձեր ամուսինը, թե չի աշխատում։ Բախի չի աշխատում։ Այսինքն դրանով եք ապրում, այդ 80,000 դրամով եք ապրում։ Այս վարձով է թե ձեր տունն է։ Հա, շատ լավ, շատ լավ։ Իսկ ինչ մասնագիտություն ունի ամուսինը։ Երեխեքը դպրոց գնում են, թե փոքր են։ Շատ լավ, լավ եղեք, լավ եղեք։ Վլադիմիր Պուտինը Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցում առաջարկել է Իրանի հարստացված ուրանը տեղափոխել Ռուսաստան, պատերազմը դադարեցնելու նպատակով, սակայն ԱՄՆ նախագահը մերժել է այդ նախաձեռնությունը, կասկածի տակ դնելով առաջարկի արդյունավետությունը։ Խոսքը 450 կիլոգրամ բարձր հարստացված ուրանի մասին է, որը տեսականորեն բավարար է ավելի քան 10 միջուկային ռումբ պատրաստելու համար։ Մոսկվան նմանատիպ առաջարկով հանդես է եկել նաև նախկինում, սակայն Թեհրանը մշտապես հրաժարվել է զիջել իր պաշարները։ Վաշինգտոնն ու Թել Ավիվը ներկայումս քննարկում են հատուկ նշանակության ուժերի միջոցով այդ պաշարները ուժով վերահսկելու տարբերակը։ Թրամփը նշել է, որ ուրանի հարցն այս պահին իր համար առաջնահերթություն չէ։ Մերձավոր Արևելքի պատմության ամենահզոր ռմբակոծություններից մեկը։ Այսպես ԱՄՆ նախագահը պարզեցել է Իրանի նավթային արտահանման հիմնական հանգույցի Խարկ կղզու ռմբակոծությամբ։ Ըստ իրանական աղբյուրների, կղզու տարածքում 15 հզոր պայթյուն է որոտացել։ Թրամփը հավատացնում է, թե ամբողջությամբ ոչնչացրել է կղզու բոլոր ռազմական օբյեկտները։ Չեն հարվածել կղզու նավթային ենթակառուցվածքներին, որոնցով անցնում է Իրանի հում նավթի արտահանման մոտ 90%-ը։ Սակայն զգուշացրել են, եթե Թեհրանը շարունակի արգելափակել նավագնացությունը Հորմուզի նեղուցում, ԱՄՆ-ն անմիջապես կվերանայի նավթային տերմինալները խնայելու որոշումը։ Միջազգային վերլուծաբանները նախազգուշացնում են, որ Խարկ կղզու շուրջ հետագա սրացումը կարող է նավթի համաշխարհային գինը հասցնել 1 բարելի դիմաց $150։
Թրամփի սպառնալիքներին սպառնալիքով է պատասխանել Թեհրանը։ Եթե Իրանի էներգետիկ օբյեկտները թիրախավորվեն, այդ երկրի զինուժը կհարվածի տարածաշրջանի բոլոր նավթագազային ենթակառուցվածքներին, որոնցում մասնաբաժին ունեն ամերիկյան ընկերությունները կամ համագործակցում են ԱՄՆ-ի հետ։ Իրանի դեմ 2 շաբաթից ավելի շարունակվող ռազմական գործողությունը ըստ վերլուծաբանների տարածաշրջանային իրական պատերազմի վերածվելուց 5 է պակաս եւ Վաշինգտոնը լրացուցիչ 2500 հետևակային եւ դեսանտային նավեր է ուղարկել Մերձավոր Արևելք։ Biz hükümet olarak Անկարան ուշադիր հետևում է Իրանի, ԱՄՆ-ի և Իսրայելի միջև ընթացող տարածաշրջանային պատերազմին և ձեռնարկում է անհրաժեշտ միջոցներ երկրի օդային տարածքը պաշտպանելու համար, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Նա շեշտել է, որ կառավարության գլխավոր առաջնահերթությունը Թուրքիային կրակի այս օղակից հեռու պահելն է։ Էրդողանը կոչ է արել քաղաքացիներին զգոն լինել սադրանքների նկատմամբ, որոնց նպատակն է երկիրը ներքաշել պատերազմի մեջ։ Էրդողանի այս հայտարարությունը տեղի է ունեցել այն լուրերից հետո, թե իրանական անօդաչու թռչող սարքեր և արկեր են մտել Թուրքիայի տարածք։ Իրանական կողմը կտրականապես հերքել է, պնդելով, որ իրենց զինվորականները կապ չունեն այդ սարքերի հետ։ Իրանի արտգործնախարարությունը նախազգուշացրել է հնարավոր կեղծ սադրանքների մասին, ակնարկելով, որ տարածաշրջանում կան ուժեր, որոնք ունեն նմանատիպ գործողությունների հարուստ փորձ և փորձում են լարվածություն ստեղծել հարևանների միջև։ Ուկրաինայի ամբողջ տարածքը դառնում է օրինական թիրախ Իրանի հարձակումների համար, X-ում գրել է Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության հանձնաժողովի ղեկավար Իբրահիմ Ազիզին։ Կիևը փաստացի դարձել է պատերազմի մասնակից Իսրայելին անօդաչու թռչող սարքերի աջակցություն տրամադրելու պատճառով։ Ավելի վաղ Ուկրաինայի ղեկավար Վլադիմիր Զելենսկին հայտնել էր, որ ԱՄՆ-իսրայելական կողմը դիմել էր Կիևին հակամարտության ընթացքում օգնություն ցուցաբերել և ինքը հանձնարարել էր կատարել խնդրանքը։ At the Department of State, our number one priority is the safety of $10 million պարգևավճար ու ԱՄՆ-ում վերաբնակվելու հնարավորություն է խոստացել ԱՄՆ դեպարտամենտը նրանց, ովքեր տեղեկություններ կփոխանցեն Իրանի նոր հոգևոր առաջնորդի եւ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի 9 բարձրաստիճան պաշտոնյաների գտնվելու վայրի վերաբերյալ։ Թիրախային ցուցակում ընդգրկված են Իրանի նորընտիր առաջնորդ Մոջթաբա Խամենեինին, ինչպես նաեւ երկրի անվտանգության ու ուժային կառույցների առանցքային դեմքերը, այդ թվում ներքին գործերի ու հետախուզության նախարարները։ Վաշինգտոնի պնդմամբ նրանք ղեկավարում են ԻՀՊԿ-ի այն ստորաբաժանումները, որոնք զբաղվում են միջազգային ահաբեկչության կազմակերպմամբ։ Մոջթաբա Խամենեին արդեն հանդես է եկել հայտարարությամբ, խոստանալով շարունակել վրեժխնդրությունը ԱՄՆ-ից եւ Իսրայելից։ از جمله حضور دشمن شکن در مراسم روز قدس مورد توجه Միևնույն ժամանակ ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեքսեթը հայտնել է, որ Իրանի նոր առաջնորդը վիրավոր է եւ հավանաբար ֆիզիկական լուրջ վնասվածքներ ունի։ Պետդեպարտամենտը կոչ արել տեղեկություններ ունեցողներին կապ հաստատել հատուկ պաշտպանված կապուղիներով, երաշխավորելով նրանց անվտանգությունն ու հնարավոր տեղափոխումը Միացյալ Նահանգներ։ personnel and resources necessary. Իրանի էներգետիկ եւ ռազմական ենթակառուցվածքներին հասցվող հարվածները կարող են առաջացնել տասնամյակներ տևող բնապահպանական աղետ, նախազգուշացրել է Bloomberg գործակալությունը։ Լրատվամիջոցի փոխանցմամբ թիրախավորված օբյեկտների հրդեհների հետևանքով արդեն մթնոլորտ են արտանետվել մեծ քանակությամբ թունավոր նյութեր, որոնք լուրջ սպառնալիքներ են ներկայացնում միլիոնավոր մարդկանց առողջության համար։ Մասնագետները նախազգուշացնում են, որ այս աղտոտիչները կուտակվում են էկոհամակարգերում, վնասելով գյուղատնտեսությունն ու սննդի անվտանգությունը։ Նավթային հրդեհների հետևանքով առաջացող կասկեղածի նյութերը կարող են երկար ժամանակ պահպանվել մթնոլորտում, վատթարացնելով խոշոր քաղաքների օդի որակը։ Չնայած պատերազմական իրավիճակներում մոնիթորինգի իրականացումը դժվար է, բնապահպաններն արդեն իսկ փաստում են, որ հարվածների հետևանքները համադրելի են խոշոր արդյունաբերական աղետների հետ եւ իրենց զգացնել կտան դեռ երկար տարիներ։